Պաշտոնատար անձի որ ժամանակահատվածում ձեռք բերված գույքն է ենթակա բռնագանձման որպես ապօրինի ծագում ունեցող գույք։ Սահմանադրական դատարանը նշում է, որ որպեսզի գույքը բռնագանձման ենթակա լինի որպես ապօրինի ծագում ունենալու հիմքով, պետք է այն ձեռք բերված լինի պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Այսինքն այն գույքերը, որոնք դեռևս անձը ունեցել է մինչև պաշտոնը ստանձնելը, այս վարույթի շրջանակում չեն կարող հանդիսանալ բռնագանձման ենթակա գույք։ Սակայն սրա հետ պետք է նկատի ունենալ նաև, թե իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունը որ ժամանակահատվածի վրա կարող է տարածվել։ Եվ այս պարագայում այս ուսումնասիրությունը տարածվում է եւ պետք է տարածվի նաև պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելու պահից առաջ ընկած ժամանակահատվածի վրա։ Չէ՞ որ հենց սրա դեպքում հնարավոր կլինի պարզել, արդյոք անձը պաշտոնը զբաղեցնելուց հետո կարող էր ձեռք բերել նման արժողությամբ գույք, թե ոչ։ Օրինակ, եթե անձը պաշտոնը ստանձնում է 2011 թվականին եւ 2013 թվականին ձեռք է բերում 100 միլիոն դրամ արժողությամբ որևէ գույք։ Այս դեպքում, որպեսզի հասկանանք, արդյոք անձը կարող էր օրինական եկամուտներով ձեռք բերել այս 100 միլիոն դրամ արժողությամբ գույքը, պետք է նայենք նաև, թե մինչև պաշտոնը ստանձնելը անձը ինչպիսի եկամուտներ է ունեցել, ինչպիսի գույք է ունեցել։ Սրա հիման վրա պետք է նշել, որ եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը սկսել է հենց այն հիմքով, որ անձը պաշտոնյա հանդիսանալով ձեռք է բերել որոշակի գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա այս պարագայում բռնագանձման ենթակա գույք չի կարող հանդիսանալ անձի մինչև պաշտոնը ստանձնելու պահը ձեռք բերած գույքը։